Երեք տեղեկացրել ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գերշքեղ հարսանիք է տեղի ունեցել, իսկ հարսանիքի քավորն ու քավորկինը եղել են երգիչ Տիգրան Ասատրյանի կրտսեր որդին Արման Ասատրյանն ու իր նշանածը Լիդիան։ Այս հարսանեկան կադրերը տարածվել էին համացանցով մեկ այն աչքեր ընկնում իր շքեղությամբ, որտեղ հարսուփեսայի հարսանեկան պարի ներքո դոլարների անձրև էր։ Ասատրյանները մի քանի կադրեր էին հրապարակել ինստագրամյան հարթակում, որոնք ներկայացրել ենք մենք մեր հետևորդներին, դե իսկ մեր աչքից չի վրիպել այն, որ այս հարսանիքի հյուրերի ցանկում եղել են նաև Տիգրան Ասատրյանի եղբոր Սեդրակի որդին Արամ Ասատրյանն ու նրա կինը, մայրանալ պատրաստվող Աննան, սակայն ինչպես երևում է, այս ընտանիքների միջև եղած անախորժություններն այդպես էլ չեն հարթվում։ Ընտանիքի անդամները լինելով մի խնջույքի հյուրեր միմյանց հետ որևէ հրապարակում չեն արել և տպավորություն է, որ նրանք շարունակում են դեռ միմյանց հետ վիճած մնալ և չշփվել։ Այս ամենը փաստում է այն, որ Տիգրան Ասատրյանը ողջ երեկոյի ընթացքում հրապարակումներ է արել հյուրերից տարբեր ներկայացուցիչների հետ, դե իսկ Արամ Ասատրյանի մասնակցությամբ որևէ հրապարակում չի արել, նույնը և Աննան։ Աննան հղիի կարգավիճակով լուսանկար է հրապարակել, ինչպես նաև հրապարակել է ամուսնացող զույգի համատեղ տեսանյութը, սակայն քավոր կնոջ կամ իր ամուսնու բարեկամների մասնակցությամբ որևէ հրապարակում չի արել։ Իրականում ինչ է տեղի ունեցել այս ընտանիքի միջև դժվար է ասել, մեզ մնում է ներկայացնել այս հարսանիքի բացառիկ կադրերը ձեր ուշադրությանը։ Ասատրյանն ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով ցույց տալով, որ իր նշանածը Լիդիան ավարտել է համալսարանը։ Այս ջերմ կադրերով վերջինս կիսվել է ինստագրամյան հարթակում, նաև ցույց տալով, թե որքան շքեղ ծաղիկներ են նվիրել իրենք Լիդիային։ Միանում ենք բոլոր շնորհավորանքներին և ներկայացնում ենք Արման Ասատրյանի նշանածի մասնակցությամբ ջերմ տեսանյութը ձեր ուշադրությանը։
Ընտանիքի անդամները մի քանի կադրերով են կիսվել ինստագրամյան հարթակում, որոնք առանձնացրել ենք և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Արամ Ասատրյանն ու նրա սիրելին Աննան բավականին հայտնի են հանրության կողմից, նրանց հարսանիքը բավականին երկար քննարկվեց, տեսանյութերը մինչ օրս տարածվում են համացանցում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում զույգը նեղ ընտանեկան շրջանակներում հորեղբոր Արտաշ Ասատրյանի և կնոջ Քավորի, Քավոր կնոջ և մի քանի ընկերների հետ երեկո է ունեցել և այդ կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում, նրանց շնորհավորել են Տիառն Թարաչի տոնի առթիվ, ինչպես նաև անակնկալ տորթ մատուցել։ Ներկայացնում ենք այս կադրերը և միանում բոլոր շնորհավորանքներին։ Արամին և Աննային ենք տրամեզի կապակցությամբ ջեր ծափարություններով, շնորհավոր ջեր ծափարությունները։ Իստակ շատերը տեսել եք դրանց հարսանեկան վիդեոները ինտերնետներում, որովհետև շատ viral գնաց, շնորհավորում ենք ձեզ և Ժանիկ լինեք։ Լիլիթ ջան, happy birthday։ Ալեքսանդրին առաջին ավարտն եք շնորհավորում։ Rose, happy birthday։ Mary, happy birthday և օրենք Անահիտ ու ծննդյանորն է Անահիտ ջան շնորհավորում ենք և Վարդան և Արմենը նշում են իրենց 30 տարի միասին։ Աննան վարում է իր բլոգը, ցույց տալիս ինստագրամյան հարթակում իր առօրյայից հատվածներ, որոնք իսկապես հետաքրքրում են իր հետևորդներին։ Ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ ցույց է տվել նաև իր և Արամ Ասատրյանի միջև եղած ամենաերկար հեռավորությունը։ Ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց երբ դուք սիրում եք իրար և վստահում Աստծուն, ամեն ինչ պատահում է իր ճիշտ ժամանակին։ Երբեք ծանր սրտով պետք չէ քնել, գրել է Աննան, նշելով, որ սերն ու համբերությունը միշտ հաղթում են։ Նշենք նաև, որ հերթական անգամ ինստագրամում նրան գրել են, որ նա շատ գեղեցիկ հարսնացու էր։ Այս խոսքերին ի պատասխան Աննան նշել է, որ շատ հաճելի է միանշանակ դրական խոսքեր և ջերմ մեկնաբանություններ ստանալը հետևորդների կողմից։ Նշենք, որ այս հարսանիքին շատ մեծ ակտիվությամբ նաև տարածվում էին Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի մասնակցությամբ տեսանյութերը։ Նա բավականին երիտասարդ շքեղ տեսք ունի և այդպիսով էլ ներկայացել էր որդու հարսանիքին և մեծ ուրախությամբ նշել այն։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ Արամ Ասատրյանի հարսը Կարմենն ու նրա երկրորդ ամուսինը Արտակը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակել են իրենց որդու խնջույքը։ Նրանք իրենց հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես են հենց այնտեղ էլ նշել և տոնել որդու Արամի միությունը։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը, շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական և թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքահարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը», գրել է Արա Ղազարյանը։ Սրանի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ և զգացված ենք։ Լավ և հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ են մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի և մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար», նշել է Կարմենը։